Երևանյան տոնական միջոցառումների մասին այժմ կզրուցենք փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ։ Բարի երեկո, պարոն Նիկոյան։ Բարի երեկո։ Մեկ ամիս շուրջ, մեկ ամիս տևողությամբ սոցիալական բնույթի այս նախաձեռնությունը կարծեք շատերի համար հետաքրքիր էր եւ անակնկալ կբացեք փակագծերը։ Երևանի Երևան տոնակատարության շրջանակներում կազմակերպված սոցիալական ծրագիրը ըստ էության աննախադեպ էր եւ իրականացվում էր առաջի անգամ եւ նախատեսում է խորհրդանշական 2796 ընտանիքների նվերի տեսքով տրամադրել կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկա եւ հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակը կազմված էր գնահատման անապահովության համակարգում ընդգրկված անձանցից, ինչպես նաեւ սոցիալապես տարբեր խոցելի խմբերից, զոհված ազատամարտիկներ։ Քաղաքապետարանն էր կազմակերպել այդ։ Այո, մանրամասն նախ մեկ ամիս, շուրջ մեկ ամիս ցուցակները մանրամասն վարչական շրջանների կողմից ուսումնասիրվել էին, յուրաքանչյուր ընտանիք ուսումնասիրվել էին ընտանիքների կարիքները եւ դրա հիման վրա կազմվել էր վերջնական ցուցակը։ Ինչպես ընդունեցին ընտանիքները։ Ասեմ, որ նախ ծրագրի նպատակը ընդհանուր հիմնականում տոնակատարության շրջանակներում մենք փորձ էինք անում որոշ չափով մեղմել այդ ընտանիքների հոգսաշատառության, որպեսզի նրանց նույնպես մասնակից դարձնենք տոնակատարություններին եւ կարելի է արդեն փաստել, արդեն ինչպես նշվեց հիմնական մասը իրականացված է, որ ծրագիրը ծառայեց իր նպատակին եւ իրականում դերական տոնակատարությունը արդեն կեզրափակվի այս։ Բնականաբար հոկտեմբերի 9-ին ավարտվելու է սոցիալական բաղադրիչը։ Պարոն Նիկոյան, ինչ ձևաչափով եւ եթե փորձենք խմբավորել միջոցառումները, ապա ինչպես է պատրաստվում Երևանը նշել իր հերթական հոբելյանական տարեդարձը։ Երևանի Երևան տոնակատարությունները այս տարվա բաղկացած են հիմնականում 3 բաղադրիչից՝ մշակութային, սոցիալական եւ միջազգային կոնֆերանսի բաղադրիչից։ Սոցիալական բաղադրիչը արդեն ներկայացրեցինք, մշակութային բաղադրիչը կազմակերպվելու է հիմնականում ինչպես նախորդ տարի, լինելու են որոշակի տարբերություններ հագեցվածության առումով, բովանդակային առումով, որպեսզի բոլոր նախասիրությունների անձանց հնարավորություն ունենանք մասնակից դարձնելու միջոցառումներին եւ դրանով իսկ տոնը դարձնելու թե բոլորին երաժշտական, պարային, մշակութային, բնականաբար բոլոր այդ միջոցառումները, բոլոր այն հարթակները, ինչ որ եղել են նախորդ տարի, լինելու են նաեւ այս տարի։ Իսկ այդ միջազգային կոնֆերանսը, կարծեք միջազգային կոնֆերանսը նույնպես աննախադեպ է եւ իրականացվում է առաջին անգամ Երևան 2025 5 քաղաք նոր հեռանկարներ խորագրով հիմնական ինչ է իրանից ներկայացնում կոնֆերանսը, իրանից ներկայացնում է յուրովի հաշվետվություն մեր բնակչությանը կատարված աշխատանքի վերաբերյալ եւ հստակ իրազեկում է Երևան քաղաքի զարգացման մեր տեսլականի մասին։ Եվ այս առումով աննախադեպ է նաեւ ձևաչափը մասնակցության, հրավիրված են ինչպես քաղաք ժամանող հյուրերը, տոնակատարությունների շրջանակներում այնպես դեսպաններ, Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հյուրեր։ Այո։ Քանի որ խոսեցինք հաշվետվության մասին, մեր վերջին հարցը կարծեք տարին ավարտվում է, 2 ամիս է մնացել հաշվետու տարին ամփոփելու համար քաղաքապետարանի, կարող ենք առանձնացնել 2 գլխավոր խնդիր, որն ի սկզբանե դրված է եղել քաղաքապետարանի առջև եւ այս 10 ամիսների ընթացքում լուծել է քաղաքապետարանը։ Ես նշեմ, որ թեմատիկ պլանները, որոնք մենք ընդգրկել ենք կոնֆերանսի շրջանակներում, ընդհանուր ներառված են բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են մեր բնակչությանը եւ տրված է միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի ռազմավարությունը, բնականաբար կան խնդիրներ, որոնց լուծումները նախատեսված էին 14 թվականին կամ արդեն նախանշվում են եւ բնականաբար դրանց մասին անդրադառնալու ենք։ Դրանցից կարելի է նաեւ առանձնացնել կոշտ-թափոնների կառավարման խնդրի առաջի բաղադրիչը, որը բանամասն քննարկվել է նախորդ ժամանակահատվածում, խոսքը վերաբերում է աղբահանությանը եւ 2014 թվականի տարեվերջին նույն աղբահանության ծրագրի շրջանակներում մենք արդեն տեսանելի առաջընթաց կունենանք մինչև տարեվերջ։ Նույնը նաեւ կարելի է առանձնացնել ճանապարհաշինարարության ոլորտում, որտեղ հստակ մենք առանձնացնում ենք այն ծրագրերը, որոնք իրականացրել ենք եւ հանձնել ենք մեր բնակչությանը եւ այն ծրագրերը, որոնք որ մենք նախատեսում ենք իրականացնել մինչեւ 2025 թվականը միջոցառումներին եւ միջազգային կոնֆերանսին, որտեղ հաշվետվություն կներկայացնենք։ Շնորհակալություն, հաջողություն ենք մաղթում ձեր աշխատանքներին, իսկ ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էր։